Անգապրել եմ, դուք ինչ կասեք։ Դիտավորի Շիրակի փողոցում մեծ փոսերի հետ կապված աշխատանքներ չի կատարվել։ Այս պահին չի կատարվել, բայց եթե թույլ տաք, պարոն քաղաքապետ, այսօրվանից Քաղաքապետը մինչդեռ 3-4 օր առաջ էր հանձնարարել զբաղվել փողոցի փոսալցման աշխատանքներով։ Պարոն քաղաքապետ, անկեղծ ասած, մենք փորձել ենք փոսալցման աշխատանքներ անել, բայց քանի որ անձրևը հետո եկել է, այդ անձրևը լվացե մեքենանի հետ տարել։ Շիրակի փողոցը Երևանի ամենավնասված հատվածներից մեկն է։ Հենց այստեղ են բազմաթիվ վարորդներ վնասել իրենց մեքենան եւ սեփական գրպանից 100 հազարավոր դրամներ ծախսել վերանորոգելու համար, բայց չգիտեն ումից եւ ինչպես փոխհատուցում ստանալ։ Ժաննայի մեքենան այս հատվածում փոսն էր ընկել ու վնասվել։ Նա 200 հազար դրամից ավելի գումար է ծախսել։ Դեռ ուզում եմ հասկանամ կոնկրետ որտեղ պիտի դիմեմ, որտեղ դեպքերը շատ տարբեր հատվածներում են նաև եղել, որոշ մասը էջմիածնումը, որոշը մայրուղուն, որոշներն էլ, ինչպես նշեցի, Երևանում Չարբախում են եղել, հայտնի յուղերի խաչմերուկը, երևի բոլոր մարդիկ արդեն գիտեն այդտեղ ինչ ահռելի մեծ փոսեր կան։ Քաղաքապետարանից հայտնեցին, փոսերի հետևանքով վնասված մեքենաների ծախսերը փոխհատուցելու նախադեպ չունեն, բայց ընթացակարգ կա։ Դատարանի որոշում է պետք փոխհատուցումը ստանալու համար։ Դատարանը ոչ իրավաչափ պետք է ճանաչի գործողությունները, կոնկրետ ասենք համայնքի ղեկավարի կամ համայնքի, որի ինչի հետևանքով, փոսն անկել մեքենան, քաղաքացին տուժել է եւ այլն եւ այլն։ Մի խոսքով այդ ընթացակարգեր է ենթադրում։ Պետք է լինի դատարանի որոշում, նոր տենց նախադեպ ստեղծվի։ Իսկ մինչեւ հիմա տենց բան չի եղել, էլի։ Նախադեպ եղել է, ասում է վարորդի ընկեր հասարակական կազմակերպության ղեկավարը։ Հիշեցնում է դեպքը, երբ ծառներ ընկել մեքենայի վրա ու վնասել այն։ 3 տարվա դատական պրոցեսի արդյունքում վնասն ամբողջությամբ փոխհատուցվել էր։ Թեև դեպքը փոսերի հետ կապված չի եղել, բայց պատասխանատուն համայնքային իշխանությունն է եղել։ Այդուհանդերձ, ինչ ընթացակարգ պետք է անցնի վարորդը մեքենան փոսում վնասելուց հետո փոխհատուցում ստանալու համար։ Եթե ձեր մեքենան այդ փոսերի մեջ վնասվել է, պետք է ոստիկանությանը հրավիրեք, տվյալ դեպքում բարեկային ծառայությանը հրավիրեք, որպեսզի արձանագրի այն եւ արձանագրելուց հետո դիմեք համապատասխան մասնագետին, որպեսզի պատճառված վնասի գնահատում իրականացնի։ Մասնագետի գնահատականը ստանալուց հետո փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացվի տվյալ վարչական շրջանի ղեկավարի գրասենյակ, որտեղից էլ տրամադրելու են փոխհատուցումը։ Եթե Երևան քաղաքում է, ապա Երևան քաղաքի քաղաքապետարան է, եթե մարզերում է կամ եթե միջպետական եւ միջմարզային ճանապարհը դա տարածքային կառավարման նախարարության ներքո է, իսկ եթե այդ գյուղեր շրջանները տվյալ գյուղ շրջան համայնք է։ Մինչ այդ փողոցները շարունակում են մնալ նույն վիճակում։ Վարորդի ընկեր հասարակական կազմակերպություններ պաշտոնական հայտարարությամբ դիմել քաղաքապետարանին, պահանջով անհապաղ սկսել աշխատանքները։ Որոշակի աշխատանքներ սկսել են անել, բայց հիմնական ճանապարհներին այդ համայնքների մեջ եղած ճանապարհներում դեռ առկա է լուրջ խնդիրներ, որտեղ պետք է նույնպես փոխհատուցումը ժամանակավոր իրականացնել, մինչև որ իրենց նախատեսված ժամկետներում կսկսեն շինարարական աշխատանքները։ Շիրակի փողոցում աշխատանքներն ըստ վարորդների փետրվարի 16-ի կեսօրից հետո են միայն սկսվել։ Եթե այս փողոցի խնդիրը բարձրաձայնվել է եւ նորոգման աշխատանքների մասին խոսվում է անգամ քաղաքապետարանում, տասնյակ փողոցներ շարունակում են մնալ նույն վիճակում եւ վնասել մեքենաները։ Սեդա Գյուրեղյան, Աշոտ Բարբառյան, ABC Media։